անդրադարձ կատարենք։ Սրանք անօրինական են։ Փաստերով դա ամրագրել եմ, ներկայացրել եմ։ Որովհետև մի համակարգ կոչված ձեր գիտակցությամբ էլի չի երկել դա։ Այսինքն, եթե սրանք հանցագործ են պետական դավաճաններ, ազգասպաններ, պետականություն վերացնողներ եւ այլ, իրանց գրած օրենքներով, այս բոլոր օրենքներով, քրեական օրենսգրքի, նաեւ միջազգային օրենքներով, սրանք բոլորը հանցագործներ են։ Հանցագործի կողմից ընդունած ինչ որոշում, ինչ վճիռ, ինչ պայմանագիր, դա իրավական հետևանք չի կարող ունենալ։ Չի կարող ունենալ։ Սա փաստ է։ Հիմա ովքեր էլ ես գանդոններին ասում են իշխանություն, գնանք հետները ընտրության, նոր ընտրություններ եւ այլն, նույն ուրեմն գանդոններն են։ Նույն թուրքի քունված բազմակի օգտագործված գյոթերն են, ոռատուներն են, ծծողներն են, չատլախներն են, դրանք են։ Հիմա փաստացի խոսում ենք իրականությունից։ Տեսեք, ցանկացած իրավաբան կոչված, որը այսօրվա վրա խոսքի, եթե որոշակի, գիտելիքների տիրապետում է, ենթադրենք կարդացել է, անգիրար է, քրեական օրենսգիրքը, քաղաքացիական օրենսգիրքը, սահմանադրությունա, հարկայինա, ֆլանա, պիտի հասկանա գիտակցի։ Ինչի՞ց է բխում իրավունքը, որ քո գործողությունները իրավական կարգավիճակ ստանան, ինչն է պարտադիր, որովհետև մեկը դες բացատրել, մինչև դու չլնես իրավասուբյեկտ, այսինքն անձ, համակարգ եւ այլն, որը ունի դրա իրավասությունը, իրավունքը, դու ոչ մի չես կարող անես։ Այն որ դադավոր կոչված գանդոնները խալաթ են հագնում սև գույնի, սա դες գալիս են կապիկություն են անում, կամ դադաղազություն, կամ քնչական, կամ ես միշխերի գանդոններ, ներկայանում են որպես մուսրա, դադավորա, դադախազը, դրանք չկան։ Այդ ամեն ինչը փուչիկ հասկանում է։ Ավելին ասեմ, դուք բոլորդ ամրագրված եք որպես աբրանք, որտեղ Հայաստանում գործում է Հայաստանի Հանրապետություն կոչվածում, որը հանդիսանում է ԽՍՀՄ-ի հանրապետություններից մեկը։ Նախ սենց ասեմ, որ նա չի լուծարվել, դա փաստ է, որի փաստերը դες ներկայացրել են։ Երկրորդը, Հայաստանի Հանրապետությունն է, Հայաստանի Հանրապետություն կոչվածը նորից եմ տեսեք անդրադառնում եմ փաստագրական իրավական հիմքերին։ 91 թվականին դուրս եք եկել։ 91 թվականով եթե դուրս եք եկել, ինչով եք դուրս եկել։ Հարց եմ տալիս։ Պիտի տարածքով չէ դուրս գա։ Հոտեն չի որ դրոշակը վերցրել եմ, ես դուրս եմ եկել, ես Հայաստանի Հանրապետություն, Համզա Չիման, կամ ես իմ այլ Չիման, այլ ես իմ ինչ, Արմենիա կամ ես իմ բան, պիտի իրավական ակտերի վրա հիմնված լինի, որ SSS գոնե պետություն, SSS տարածքով, SSS սահմաններով, SSS համակարգերով եւ այլն։ Հիմա հարց եմ տալիս։ Պարզ հարց եմ տալիս։ 91 թվականին դուրս եք եկել, Ձեզ անկախ եք հռչակել, որտեղ եք հռչակել դուք անկախ, որպես անկախ պետություն, որտեղ։ Եթե անկախ պետություն եք հռչակել, բայց դեպքում ինչի եք ես տասնամյակներով
դելիմիտացիա դեմարկացիա անում, հա? Հարց եմ տալիս։ Այսինքն նոր է սահմանները ամրագրում, հա? Մինչև այդ սահման չունեիր, այսինքն տարածք չունեիր, տերիտորիա չունեիր, բա որ տերիտորիա չունեիք, ոնց եք ընտրություն կատարում, ում կլրի վրան եք տերիտորիա կոչված ով, հա, սենց ասեմ, ընտրություն կատարում, հա, որչապետի ընտրություն, ազգային ախորի ընտրություն, հա, որտեղ եք այդ օրենքները գրում, այդ օրենքները պարտադրում, այ ոռատուններ, հասարակ թվաբանություն է, հասարակ թվաբանություն է, եթե դու տարածք չունես, նոր ես ամրագրում քո տարածքը, ում տարածքի վրա ես ամրագրում, այդ տարածք ով է քեզ տվել, հա? Հարց եմ տալիս, տեսեք լուրջ հարցեր են, ցանկացած թվաբանություն, հասարակ թվաբանությունն է, մեկին գումարած մեկը, երկուսին գումար, բազմապատկում չեմ ասում, թվաբանություն եմ ասում, այ ոռատուներ, հարց եմ տալիս, եթե դու նոր ես ամրագրում, որտեղ ես ամրագրում, քո տարածքը, ում տարածքի վրա, բա մինչև էդ ուր էիր, ում կլրի վրան էիր նստած, հա? Ուրեմն 91 թվականին դուրս ես եկել, ճիշտ է? Բա ոնց ես, եթե 91-ով դուրս ես եկել, փաստացի, էդ ոնց ես, բա, հանքերը, գործարանները, թալանում, մասնավորեցնում, կողմես մորդ պուցը, մորդ ոռը, կնիկներիդ, աղջկեքիդ ոռները, այ գանդոններ, մետ հարց եմ տալիս, արա, այ իրավաբան կոչված ձեր լավի բերանակ ունեմ, ես ձեր ընտանիքներին ծծծնեմ, լսում եք այ գանդոններ, հասարակ թվաբանություն եմ ձեզ տալիս, նոր հա դելիմիտացիա արվում, դեմարկացիա արվում, 1920 թվականից արվել է, ազգերի լիգան արվում են, բայց դնենք մի կողմի վրա, ասում են նոր է դելիմիտացիա արվում, նոր սահմանազատում, նոր սահմանա ամրագրում, չէ, փաստացի մինչև այդ սահման չի ունեցել, բա ոնց եք ես գանդոնին ասում որչապետ, բա ոնց եք քորին ասում նախագահ, բա ոնց եք Ռաուֆին ասում երկրորդ նախագահ, Խերժոյին ասում եք երրորդ նախագահ, արա այ ոռատուներ, հասարակ պարզ թվաբանություն եմ ասում դες, եթե դուք տարածք չեք ունեցել, ես ում տարածքի վրա եք այդ գործողությունները կատարում, կամ ոնց կարող է պատահի այդ գործողությունները իրավական հետևանք առաջացնել, կամ այդ միջազգային կոչված տրասիագարկեքը, ինչի որևիցե մեկը դրանցից չի ասում, արա լավ այ պիդրներ, 1920 թվականից արբիտրաժնի դադարանը, Ամերիկան, Ֆրանսիան, 60 հատ պետություններ, ճանաչել են, ընդունել են, հասկացել են, ամրագրել են, Արմենիան, Հայաստան, ինչ խերիս Հայաստան, որտեղ է Հայաստան, թարգմանություն եղել, անվանափոխություն եղել, տեսեք, 91 թվականին են Ելցինեն տրասի ագարկա ջուտ գյոթը, ուղարկել էր մակ, որ խնդրում եմ փոփոխել SSSR-ը նա Ռոսիյսկի Ֆեդերացիա, ատկազ էին արել, այսինքն ԽՍՀՄ չի լուծարված, SSSR-ը չի լուծարվել, եթե չի լուծարվել, ուրեմն Հայաստանն էլ է, չէ դրա մեջ, Ուկրաինան էլ է դրա մեջ, այն 15 հանրապետություն կոչվածն են, չէ, ՄԱԿ-ի մեջ, բա որ ՄԱԿ-ի մեջ են, բայց միջազգային գանդոնները, խիչ են ասում ես ոռատուներին, արա մի րոպե, չատլախներ, դուք ով եք արա վաբշե, ուրիշ պետություն ձեզ պրետենզիա չի ներկայացնում, որ ասի գիտես չկա, այդ տարածքը տվեք ինձ, իմնա, նույնը տեսեք Ադրբեջան կոչվածի վերով, էլի, հեսա կասեմ բացատրականը տա, բայց դուք բերում եք ամեն անգամ քարտեզ, ամեն մեկը ձեր փայով, ասում եք գիտես չկա, հեսա դելիմիտացիա արեք, դեմարկացիա արեք, հարց եմ տալիս, կոնկրետ հարցեր եմ տալիս, այ գանդոններ, այ բառանահոտ, այս օրենքը սենց է մենք 100 դրամ չենք տա 150, արա այ ժաշտամ ձեր 100 դրամանոց գանդոն ցեղատեսակի բերան է ես, այ ոռատուներ, նորից եմ ասում արա,
Սրանք անոր հանցագործ են այ գյոթեր։ Ադրբեջանցի Ախմեդը կա, այն կլերի Գանդոնը կա, Ֆուցնա մնացած կլերի ոռատու գյոթեր ես գյոթերի հետ համատեղ։ Բա Ախմեդը խիա փող տալիս, որ ես Գանդոնները Արցախ տան, տարածք տան, հա, հարց եմ տալիս, արա։ Խերժոյինա տալի, քորինա տալի, վզգոյինա տալի, ռաուֆինա տալի, հարց եմ տալիս։ Խիարա։ Ադրբեջանը խի չի մտնում մակ, ասի գիտես ինչ կա, հեսա, դելիմիտացիայի մարե, դեմարկացիայի մարե, իմ 80 չի 86 հա։ Հարց եմ տալիս, ժաշտամ ձեր Գանդոն բերան, արա ես ջոտ։ Հարա, խի էտ Ախմեդը չի անում, արա, ես Գանդոններն են անում, արա։ Սրանք խի են շագրգրված, որ տարածքը հանձնեն, ծախեն, հա։ Արա, պարզ հարցեր եմ տալիս, այ ոռատուներ, ես 100 դրամը մենք չենք ուզում, մենք 150-ը չենք ուզում, մենք 300 չենք, արա այ Գանդոններ, եթե սրանք հանցագործ են, ինչ օրենք, ինչ պարտադրանք, ոնց է սրանց ասածը իրավական հիմք ունենում, իրավական հետևանքներ առաջացնում, ցանկացած որոշում, վճիռ, պայմանագիր, դրանք գործողությունների վերջնական արդյունքներն են, եթե ի սկզբանե գործողությունը կատարված է ապօրինի անօրինական, ապա վերջնական արդյունքը չի կարող օրինական լինել։ Դա աքսիոմա է, թեորեմա չի արայ ոռատուներ։ Հասարակ, պարզ հարցեր են։ Նորից եմ ասում։ Բայց մակի Գանդոնները խի չեն դրան անդրադառնում։ Հա? Ուրեմն սաղ իրար հետ են, չէ՞։ Չնայած ասում եմ մակ կոչվածը հասարակական կառույց է։ Նույն ԽՍՀՄ կոչվածն էլ է հասարակական կառույց։ Մի հատ պետությունը, որ այսօր կա աշխարհում, դա Արմենիան է։ Արմենիան է, Գանդոններ։ Ու մի հատ ազգը, որ կա աշխարհում, մեր արմենական ազգն է։ Մի րոպե։ Ուրեմն իննի բանը, սենց իննի վրա կանգնած է, 9 թվի վրա կանգնած է, սենց մնացել է, սկզբից մինչև հիմա, ոչ էսյանա, ոչ ինյանա չկա։ Ոնց են աշխատում ես տրասի ագարկեկը, ես ձեր բալեկի բերանը ժաշտամ, ովքեր իմ եթերները փակում են, ովքեր ինձ արգելա փակում են, հա իդեպ ես Գանդոններին էլի ես վերջերս նորից ազանք տվեցի, այ որ ասի ժաշտամ ձեր Գանդոն բերանը, արգելա փակում եք, այդ կիբեր հանցագործությունները, էլի նույն կարգով, նույն գործողությունները, արգելա փակումները դրված է։ Էսա մի փաստեր հունվարի 20-ով դրած է արգելափակում, չեն ջնջել, չեն վերացնում, նույն բերումա ցույց տալ հունվարի 20-ը երբ է անցել։ Էլի նույն հունվարի 20-ը արգելափակած է։ Մի րոպե։ Один момент։ Մի րոպե։ Значит, исходя из этого, հա։ они дали жить всему человечеству. Значит, исходя из этого, именно Ной, да, он как раз был и первым основателем Армении. Ну так же ж? Получается так. Ну да. Значит, получается, все человечество пошло от его семьи. Значит, все мы армяне. И все мы с Арменией. Это все объясняет. Ну зачем нам спорить, кто где? Мы единый народ. Мы все с одной семьи. Ну так же? Արա լսում եք, ռուսը անգամ ընդունում է, որ ինքը արմենական ազգի արմատներ ունի։ Իսկ որ Գանդոննա չի ընդունում, որ ինքը
մեր ազգից չի, մեր ազգին ազգասպանում է, մեր երգիրը ծախում է, ուրեմն դրանք ինչ են, դրանք խույի ոզնայետ ինչ են, դրանք որից քունված գանդոններ են, մուսրնոցով, դադաղազնոցով, ածնոցով, դադավորներով, դեպուտանկեքով եւ այլն, սրանք սաղել գյոթ են, արա, բայց գյոթը ոնց կարող է պատահի կարգավիճակ ունենա, գյոթը ոնց որից քունվող գանդոնը ոնց կարող է պատահի ինքնություն ունենա, ոնց կարող է պատահի ավանդույթ, մշակույթ, լեզու, հոգևոր ունենա, ոնց կարող է պատահի օջախի գիտակցություն ունենա, հարց եմ տալի, արա, այսօր ովքեր մուսրնոցում են աշխատում, դադաղազնոցում, ածը, կնչական դեպուտատ, կուսակցություն եւ այլը, եթե դուրս չեն գալի, չեն միանում ազգային ազատագրական պայքարին, ուրեմն սաղ էլ որից քունվող գյոթեր են, ծծողներ են, ոռատուներ են, մանկապիղծեր են, չաթլախներ են, այս է իրականությունը, անցնենք առաջ, մանուշակներ, մռոպ է, մի իրոպ է, Что безумие? Это безумие, но вы должны это увидеть. Вот моя Библия. Это одна из самых старых Библий, сохранившихся в Северной Америке. Эта Библия была напечатана королевским печатником в 1613 году. Она из Англии и принадлежала королевской семье. И если вы посмотрите Библию, то увидите, что там написано. Армения, Бытие, глава 6, стих 4. Мы все родом из Армении. Это доказывает, что я настоящий американец с армянскими корнями.